Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզվող ճակերտավոր խաղաղությունը իրական խաղաղություն չէ, այլ վտանգավոր ինքնախաբեություն։ Դա իշխանության ձեռքում վերածվել է քաղաքական տեխնոլոգիայի, հասարակության անզորության, պարտվողականության եւ ազգային ինքնագիտակցության թուլացման մեջ պահելու համար։ Հայ ժողովրդին մատուցվում է մի գաղափար, որն ավելի շատ քնեցնող հաշիշի է նման։ Ավելին, տարածաշրջանում ձևավորվող իրողությունները բացահայտ հակասում են նիկոլական խմբակի ներկայացրած բոլոր պատմություններին, սպասումներին եւ խաղաղության կեղծ խոստումներին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթին հավատարիմ մնալով Հայաստանը չի կարող ոչ գոյատևել, ոչ էլ արժանապատիվ ապագա ունենալ։ Ալիևը ոչ միայն չի մեղմել իր քաղաքականությունը, այլ հետևողականորեն օրեցօր ուժեղացնում է հակահայ քաղաքականությունը։ Նրա հայտարարությունները Սևանե Գյոյչը անվանելու արևմտյան Զանգեզուրի եւ ադրբեջանցիների վերադարձի մասին ոչ թե երկխոսության թեմաներ են, այլ բացարձակ տարածքային հավակնություններ։ Այս իրավիճակում խաղաղություն քարոզելը առանց անվտանգության մեխանիզմների պետականության գլխին կախված իրական վտանգ է։ Խաղաղություն չի լինում, երբ մեկ կողմը անverջ զիջում է, իսկ մյուսն ամեն զիջումից հետո բարձրացնում է պահանջների շեմը։ Անընդհատ զիջելով պետությունը կորցնում է ոչ միայն տարածք, այլ ինքնություն, արժանապատվություն եւ միջազգային սուբյեկտայնություն։ Սա չի կոչվում բանակցություն, սա պարտության փուլային ծրագրավորում է։ Եվ Փաշինյանի իշխանությունն այն իրականացնում է սիստեմատիկ կերպով եւ անկեղծ նվիրվածությամբ։ Ավելի վտանգավորն այն է, որ ճակերտավոր խաղաղության թեման ներքաշվել է ներքաղաքական մանիպուլյացիայի դաշտ։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթուղթը ներկայացվում է որպես դիվանագիտական հաղթանակ, սակայն չի պարունակում ոչ մի պարտադիր ուժ ունեցող անվտանգության երաշխիք։ Փաստացի ամբողջ այսպես կոչված խաղաղության գաղափարախոսությունը կախված է Ալիևի կամքից։ Ահա սա է օրվա ռեժիմի որդեգրած ռազմավարական նոր տեսլականը։ Խաղաղություն, որը խարիսխ չունի, եւ պետություն, որը իր ճակատագիրը հանձնում է հակառակորդի քմահաճույքին։ Այս համատեքստում այսպես կոչված քաղաքասարակության որոշ ներկայացուցիչների ներգրավումը իշխանության հակահայ օրակարգում հատուկ մշակված քայլ էր։ Բաքու գնալ գալով ձևական քաղաքացիական երկխոսության անվան տակ կազմակերպված շոուներով ձևավորվում է պատրանք, թե իբր հայկական հասարակությունը աջակցում է պարտվողական խաղաղությանը։ Իրականում սա քաղաքական խաբեության նոր տեսակ է։ Քաղաքասարակության այն հատվածը, որը այդ շրջանակներում ներկայացավ իբրև խաղաղության դեսպան, փաստացի ծառայեց Նիկոլի իշխանության կողմից ղեկավարվող քարոզչական մեխանիզմին, լեգիտիմացնելով Փաշինյանի հակապետական ուղեգիծը։ Այս ամենին գումարվում է եւս մեկ վտանգավոր երևույթ՝ Չորրորդ հանրապետության մասին թրքահպատակների կողմից հրամցվող վտանգավոր թեզը։ Սա Նիկոլի պարտվողականությանը եւ թուրքամետ քաղաքականությանը նոր փաթեթավորում տալու նպատակով է արվում, քանի որ Չորրորդ հանրապետություն ասվածը ոչ թե իրավական պետական նոր փիլիսոփայություն է, այլ ազգային հիշողության ջնջման փորձ։ Սա վտանգավոր է, որովհետև ազգերին վերակառուցում չեն առաջարկում պարտության շեմին եւ հատկապես պարտված կապիտուլյանտ առաջնորդի ձեռքով։ Նիկոլական խաղաղությունը ոչ միայն ռազմավարություն չէ, այլ բացահայտ նախընտրական ապրանք է։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը փորձում է վաճառել այս կեղծ խաղաղության փաթեթը, շահարկելով պատերազմի հոգեբանական հետևանքները եւ մարդկանց հոգնածությունը։ Խաղաղություն են բերում քարոզը մի նպատակ ունի՝ իշխանության զավթում։ Բայց նույնիսկ եթե այդ պայմանագիրը ստորագրվի, այն որևէ երաշխիք չի ապահովելու։ Ագրեսորը երբեք կանգ չի առնում ինչ-որ փաստաթղթի առաջ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթուղթը դրա վառ ապացույցն է։ Այս ամենից բխում է մեկ հստակ եզրակացություն՝ Փաշինյանի խաղաղությունը չունի ոչ հիմք, ոչ ապագա, ոչ որևէ անվտանգության տրամաբանություն։ Չկա արտաքին զսպող մեխանիզմ, չկա դաշնակիցների հստակ պարտավորություն, չկա անվտանգության նոր ճարտարապետություն, չկա Բաքվից նվազեցված վտանգ, չկա բանակի վերակազմավորում, չկա պետական ռազմավարություն։ Կա միայն քաղաքական մանիպուլյատիվ սուտ, որը կարող է բերել նոր կորուստների, պետականության կազմալուծման եւ տարածաշրջանում հայկական ներկայության վերջնական թուլացման։ Սա նշանակում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմը իր գործողություններով մեզ ավելի է մոտեցնում պատերազմին։
Նիկոլական խմբակը ոչ միայն կրճատել է բանակում ծառայության ժամկետները եւ նվազեցրել զինծառայողների աշխատավարձերը, այլև իր անձնական անվտանգությունն է հզորացրել։ Բազմապատկելով ոստիկանության թիվն ու աշխատավարձերը, ստեղծելով գվարդիաներ եւ կենտրոնացնելով ռեսուրսները սեփական անձի շուրջ, բոլորովին անտեսելով պետության ու ժողովրդի պաշտպանունակությունը։ Ոչ մի քայլ չի արվում ռազմաքաղաքական հավասարակշռություն հաստատելու, բանակի պատրաստվածությունը բարձրացնելու կամ պետության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Հակառակը, օրեցօր խորանում է ներքին պառակտումը, ջնջվում է արդարության ու հավասարության զգացումը, ինչը արտաքին սպառնալիքի դեպքում մոբիլիզացիան գրեթե անհնարին է դարձնում։ Փաշինյանի խաղաղությունը իրականում մահացու խաբեություն է։ Այն ծածկված է բարեհոգության ու ռազմավարության պատրանքի տակ, բայց ամեն գնով մեզ դարձնում է ավելի խոցելի, ավելի անպաշտպան, փաստացի հանձնված հակառակորդի կամքին։ Նիկոլի խաղաղությունը ոչ այլ ինչ է, քան պետության սեփականությունն ու ազգային արժանապատվությունը վաճառելու ծրագիր։ Սա ոչ թե բանակցություն է, ոչ թե խաղաղության քայլ, այլ վտանգի ուղիղ ճանապարհ դեպի նոր ցեղասպանություն ու ներքին քայքայում։ Եթե այս կեղծ նախագիծը շարունակվի, Հայաստանը կանգնելու է պետականության խարխլման եզրին։ Իրական խաղաղությունը գալիս է միայն ուժի, պատրաստվածության եւ ազգային համախմբման միջոցով։ Դա լինելու է թրքահպատակ այս խմբակին հեռացնելու եւ ազգային իշխանություն ձևավորելու ճանապարհով։ Միացիր Թելեթոն դրամահավաքին եւ քո մասնակցությամբ մերժիր ինքնության քայքայումը։